Բարի գալուս Jobfinder AM-ի HR Corner հաղորդմանը։ Այսօրվա մեր հյուրն է Ռոզա Գրիգորյանը։ Ռոզան ունի երկար տարիների փորձ HR ոլորտում եւ քոչինգի ոլորտում։ Ողջույն Ռոզա ջան։ Ողջույն Էդվարդ ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք ենք շնորհակալ Ռոզա ջան մեզ հյուրընկալվելու համար։ Առաջին հարցով ուզում եմ սկսենք ձեր կարիերայից։ Ինչպես եք սկսել, ինչ փորձառություն եք ունեցել, ինչպես եք անցում կատարել քոչինգի ոլորտ։ Շատ լավ։ HR ոլորտ մտնելը ինձ համար հետաքրքիր մարտահրավերային է եղել, որովհետև ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ ու այսպես ասած մերժումներն են ինձ բերել հենց HR ոլորտ, քանի որ ուսանող է այդ ժամանակ արկա սովորող ու շատ HR մասնագետների կողմից շատ կտրուկ մերժումներ էի ստանում, որ չի կարողանում աշխատանքը համատեղել դասերի հետ։ Եվ այդ ընթացքում արդեն ունեի բազմաթիվ պրակտիկաներ բանկային համակարգում, ապահովագրական համակարգում, ինչը ինձ օգնեց հասկանալ, որ ես չեմ ուզում հենց բանկային կամ ապահովագրական ուղղությամբ շարունակել, դրա համար ավելի շատ կենտրոնացա վաճառքի ոլորտում։ Եվ վերջին հարցազրույցը շատ տրավմատիկ եղավ իմ համար, ես շատ հուզված դուրս եկա, ունենալով ոչ պրոֆեսիոնալ հարցազրույց այդ ժամանակ եւ այսպես բավականին բարկացած երիտասարդ ու ասում էի, տեսնես ինչ է HR մասնագիտությունը կամ ովքեր են այդ HR-ները, որ ինձ համարձակվում են այսպես անընդհատ մերժել ու խոցեն։ Եվ այդ ժամանակ ընկերուհիս ասեց, որ կա նմանատիպ մասնագիտություն, որտեղ որ կարամ գնամ սովորեմ, նմանատիպ մասնագետների հետ կապված ինչ-որ եթե հարցեր ունենամ, կարող եմ գնալ այնտեղ տալ եւ ես գնացի ուսումնասիրեցի պլանավորելով, որ 1-2 դաս ընդհանրապես կգնամ, կհասկանամ, իմ հարցերը կտամ ու նորից կշարունակեմ իմ գործունեությունը, բայց երբ որ 1-2 դասից հետո ես հասկացա, որ չէ, սա այն էր, որ ինչը որ ես ուզում եմ։ Աշխարհը, մարդիկ, բիզնեսը եւ ոնց որ չպլանավորելով որ ես այո ապագայում կդառնամ HR մասնագետ, որոշեցի ուսումնասիրել տվյալ մասնագիտությունը, սովորեցի եւ արդյունքը եղավ այն, որ ես այսօր HR մասնագետ եմ, որտեվ իրականում այո այն դուռը, որ իմ առջև փակեց այդ ժամանակ HR մասնագետը, իմ առաջ բացվեց նոր մի HR մասնագետի ճանապարհ, որի համար ես այս պահի դրությամբ իրականում շնորհակալ եմ տվյալ մասնագետից։ Այնուհետև երբ որ արդեն ուսումնասիրում էի HR մասնագիտությունը, ավելի շատ մարդկանց հետ ես քանի որ շատ եմ սիրում խոսել, զրուցել, օգնել, աջակցել, ճանապարհիս քոչինգը հայտնվեց 2020 թվականին, ես որպես ուղղակի մասնագետ վերապատրաստման նպատակով գնացի ուսումնասիրեցի եւ հասկացա, որ չէ, սա այն ճյուղն է, որով կարելի է եւ նաեւ շարունակել, որովհետեւ ես ինձ մոտ դա ստացվում էր մարդկանց հասկանալը, մարդկանց զգալը, մարդկանց ընկալելը եւ սովորելով ճիշտ հարցեր տալու այդ արվեստը, կարելի ասել, իմ մոտ դա լավ արդյունք էր տալիս, ինչը դրանից հետո ես որոշեցի, որ չէ, ինչու՞ չէ, հենց այս ուղղությամբ էլ նաեւ կարող ենք զուգահեռ շարունակել։ Իհարկե այս պահի դրությամբ life coaching-ի մեջ եմ ավելի շատ կենտրոնացած անձնային աճի, որտեվ իմ համար մարդը շատ յուրօրինակ էակ է եւ իր հետ աշխատելը միշտ sense այլ էներգիա, այլ էմոցիաներ ու իմ համար շատ sense էմոցիոնալ մեծ vibe եմ ապրում, sense կարող է կոպիտ հնչել, բայց այդ այն որ մարդը իր մոտ ինչ-որ մի բան փոխվում է, տրանսֆորմացիա նայելով իր աչքերին, դու հասկանում ես, որ ինչ-որ մի բան իր մոտ հասկացվեց, ինչ-որ մի բան ինքը գտավ իր ներսում ու դու այդ ուղիում պարզապես sense լույս պահող մարդու դեր ես հանդիսանում, դու հասկանում ես, որ ինչ-որ մի բան որ քնում ես, արթնանում ես, ինչ-որ մի կարևոր բանի համար ես գնում եւ արթնանում։ Դա առմամբ սա Շատ հետաքրքիր իրականում սկիզբ ու ճանապարհ եք անցել Ռոզա ջան ու շատ ողջունելի է որ գտել եք հենց ձերը, որովհետև այսօր մարդիկ շատ երկար տարիներ աշխատում են ինչ-որ մասնագիտությամբ ու ընթացքում կամ վերջում բարձրացնում են որ այդ այն չէր ինչը իրանք էին ուզում։ Ճիշտ եք։ Ռոզա ջան, շատ հաճախ ասում են լավ մասնագետ չի նշանակում լավ ղեկավար։ Ըստ ձեզ ինչու է այդպես։ Իրականում իրանք տարբեր երկու պոզիցիաներ են։ Լավ մասնագետը ինքը ունի այլ փափուկ եւ կոշտ հմտություններ, լավ ղեկավարը ունի ինքը ամբողջությամբ այլ փափուկ եւ կոշտ հմտություններ։ Լավ մասնագետը մտածելակերպի խնդիր է առաջին այստեղ, որովհետեւ մասնագետը ինքը ավելի շատ կենտրոնանում է տվյալ խնդրի իր աշխատանքի արդյունքի վրա, կիրառելով իր այդ փափուկ եւ կոշտ հմտությունները։ Ղեկավարելը ավելի շատ այդ process համակարգելն է, թիմի մոտիվացնելն է, թիմին ճիշտ հանձնարարություններ տալն է, ճիշտ խնդիրներ վերհանելն է, արհեստական խնդիրներ չստեղծելն է, ինքը ավելի շատ համակարգելու եւ ընդհանուր բաժնի աշխատանքի արդյունքի վրա է կենտրոնացված լինում։ Հիմնականում տարբեր խնդիրներ է լինում, երբ որ օրինակ մենք շատ լավ մասնագետին դարձնում ենք
ղեկավար ու այսպես ասած խաչ են քաշում իր նաև մասնագիտական կարիերայի վրա, այն առումով, որ մարդը նախ պատրաստ չի լինում այդ ղեկավար հաստիքին գալու։ Իսկ պատրաստը դա ուղղակի այնպես չի, որ ես այո այսօր պատրաստ եմ դառնամ ղեկավար, որովհետև 10 տարի այս ընկերությունում եմ աշխատում, իմ մոտ ամեն ինչ լավ է, ես բոլոր խնդիրների պատասխաններ գիտեմ, չէ, իրենք տարբեր են ընդհանուր առմամբ։ Ղեկավարը ավելի շատ առաջնորդական, պատվիրակելու ու նմանատիպ այլ կոմունիկացիոն հմտությունների մասին է խոսում, որը որ պետքա կամ պատրաստ ես այդ լավ մասնագետին շատ տաս այդ մասնագիտության մեջ այդ հմտությունները, որպեսզի ինքը կարողանա պատասխանատվություն վերցնի ավելի բարձր օղակում։ Եվ այստեղ արդեն այդ բախումը գալիս է, դառնում են ավելի շատ էմոցիոնալ մարդիկ, չեն կարողանում այդ կարմիր գծերը գծել իրանց թիմի հետ, իրանց ղեկավարների հետ ու չպատրաստվածությամբ լավ մասնագետ դարձնել ղեկավարը ինքը հիմնականում այդքան էլ լավ ավարտ չի ունենում համ տվյալ մասնագետի համար, համ տվյալ կազմակերպության ղեկավարության համար, որովհետև հեշտ է մարդուն բարձրացնել, բայց շատ դժվար է մարդուն իջացնել հետ իր տեղում, որտեղ եթե իջացրեցիր, հաշվի առեք, որ դուք այդ մարդուն կորցրեցիք, ինքը դուրս կգա։ Դրա համար պետքա նախապես, եթե պլանավորում կա մարդուն մասնագետից դարձնել ղեկավար հաստիքի, պարտադիր իր հետ շատ կենտրոնացված աշխատել առաջնորդական հմտությունների վրա, ինչը այսօր ամենամեծ պահանջված հմտություններից է, իսկ դա այսպես շոշափելի չի, դա 2-3 գիր կարդալ չի, 1-2 տրեյնինգը չի, դա հանձնարարություն, իրավիճակ, փորձել մարդուն զարգացնել այդ ուղղությամբ։ Եթե այդ ճանապարհը մենք չենք թույլ տալիս, որ մարդը անցնի, մենք պարզապես վնասում ենք տվյալ մասնագետին։ Համաձայն եմ, դա հետևողական աշխատանք է, որը պետքա շատ երկարաժամկետ կտրվածքով կատարվի։ Հա, ու այստեղ հետաքրքիր այն է, որ պետքա լավ մասնագետն է պատրաստ լինի դրան, որովհետև մարդիկ կան, որ չեն սիրում իրական պատասխանատվություն վերցնել։ Իրանք այո, սիրում են այդ պաշտոնը, որ իրանց անվան կողքը գրված լինի, սիրում են աշխատավարձը, որ իրանց ամենամեծ պետքա գա, բայց այդ ամեն ինչի հետևում կա պատասխանատվություն, կա արժեք ստեղծելու այլ չափանիշներ, որովհետև երբ որ դու մասնագետ ես ու անում ես X սխալ, դրա կշիռը կազմակերպության վրա լրիվ ուրիշ թիվ է նստում, բայց երբ որ դու ղեկավար ես ու անում ես այլ սխալ, այդտեղ լրիվ ուրիշ, որտեղ դու հենասյուներից մեկն ես այդ կազմակերպությունում ու եթե հենասյուներից մեկը խախտվում է, ամբողջ կազմակերպությունը կարող է ասենց շուռ գալ կամ շուռ վնասվածք ունենալ, բայց եթե աշխատողն է լինում, ինքը ունի իր հետևում կանգնած ղեկավարը, ով կարա շտկի կամ ավելի ասենց ֆինանսական առումով շատ քիչ մինուսներ գնան։ Դրա համար ղեկավարին նախ եւ առաջ մարդը պետքա հասկանա, գիտակցի, որ դա մենակ անունը չի, ֆինանսը չի, այդ ստատուսը չի, այդ կարիերայի աճի կողքը պլյուս դնելը չի, դա պատասխանատվությունը ամենակարևորը ինչ արժեք է տալիս քո բաժինը։ Եթե ղեկավար ես, դու պետքա մտածես, թե այս պահի դրությամբ ինչ է պահանջում կազմակերպությունը քո ընդհանուր բաժնից, ոչ թե դու որպես մենակ անհատ, այլ քո բաժնի աշխատանքի արդյունքում ինչ է տեղի ունենում քո կազմակերպությունում ու ըստեղ ինչքան կարամ լավ անեմ, որ օգուտ տամ իմ կազմակերպությանը։ Իսկ ըստեղ լրիվ ամբողջությամբ մտածելակերպի փոփոխություն պետքա լինի, դրա համար էլ պետքա կտրվել այդ աշխատող հոգեբանությունից, դառնալ ղեկավար հոգեբանության տերմատ, որովհետև եթե դու աշխատող ես դեռ, դու ոչինչով չես տարբերվի քո ներքևի գտնվող աշխատողից։ Դու նույն ձևի նույն վարքագիծը ցույց կտաս, դու կսպասես, որ քեզ ասեն, որ դու անես, իսկ ղեկավարը այն է, որ փնտրում է, գտնում է, լուծում է, անգամ որ հենց այդ խնդիրը չի եղել։ Ինքը արդեն իր ռազմավարությունը այնպես է մշակում, իսկ չի սպասում, որ ասեն, սա պետք է արվի։ Ինքը գիտի, ինքը զգում է, ինքը տեսնում է, ինքը նախաձեռնում է դա։ Դա համար այստեղ արդեն այդ խնդիրները ունենում ենք։ Կարա շատ լավ մասնագետ լինի, բայց ոչ այդքան ղեկավար։ Կարող է ղեկավարը ինքը մասնագիտական առումով 4-ին 4-ին գումարած իմանա 5 բալանոց համակարգով, տվյալ մասնագիտությանը, տիրապետի, բայց ինքը շատ լավ ղեկավար լինի։ Եվ կարա շատ 5-ին գումարած, անգամ 6-ի, հա, սենց մասնագետ լինի, բայց ինքը ղեկավար չլինի, որտեղ ինքը սիրում է իր սեղանը, իր համակարգիչը, ավելորդ ոչ մարկանց հետ շփվի, ինքը իր գործը 9-ից 6-ը գա աշխատանքի իրականացնի։ Այսինքն կան այդպես մարդիկ, ովքեր որ հենց դրա համար է ստեղծված են իրանց էներգիան, իրանց ամբողջ մշակույթը, ամբողջությամբ իրանք դրա համար են, իրանք ուզում են դա, պետք չի արհեստականորեն մարդուն ստիպել, որ ինքը պետքա ղեկավար լինի, ինչա ինքը շատ լավ մասնագետ է։
յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում։ Իսկ այն մարդը, որ ուզում է որ նաև ղեկավար դառնա, ինքը արդեն անգիտակցորեն ձգտում այդ հմտությունները սովորելու պատասխանատվությունը, իր մոտ լրիվ ուրիշ process-ներ է լինում։ Ներողություն, դրա համար կարծում եմ, որ պետք է նաև հաշվի առնել արդյոք լավ մասնագետը ցանկանում է ղեկավար դառնալ, թե իրան շատ կոմֆորտ է իր մասնագիտական առումով, տարիներով ինքը շատ լավ հաշվապահ է, թողեք ես իմ լավ հաշվապահությունը անեմ, ինձ մի տարեկան ղեկավար հաստիկներով։ Դա յուրաքանչյուր մարդու ընտրությունն է, պետք է հարգենք առաջինը դեպի։ Իրականում ցանկանալն էլ է քիչ շատ հաճախ լավ մասնագետը իր գործը ինքը իդեալական անում է, բայց երբ ասում են օրինակ չգիտեմ ղեկավարիր ինչ-որ թիմ եւ այլն, այդ ժամանակ արդեն ինքը ոնց որ չկարողանա վստահել թիմին, ինքը ամեն ինչ ուզում է ինքը իր ձեռքով անի։ Միկրոմենեջմենթը շատ տարածված սխալներից է, երբ որ մարդը նոր է սկսնակա դառնում։ Իհարկե, չասեմ մենակ սկսնակների, այն ղեկավարները, ովքեր որ հասկացել են միկրոմենեջմենթը ամենտեղ պետք է լինի։ Միկրոմենեջմենթ պետք է անել այն ժամանակ, երբ որ դրա կարիքը իսկապես կա։ Ստրեսային իրավիճակներում, ճգնաժամային իրավիճակներում կամ ինչ-որ նոր պրոդուկտ է, նորություն է, որ պետք է մի հատ հասկանա, անկալի ընկնել անգամ տեղ է, բայց առաջնորդության մեջ էլ կա, որ դու պետք է վստահես մարդուն, որովհետև երբ որ դու վստահում ես մարդուն, մարդը ինքը կարևոր է զգում իրեն, մարդը հասկանում է, որ ինքը այո կարող է, իսկ այն գիտակցում, որ մարդը գիտի, որ ինքը կարողանա դա անել, բայց երբ որ դու մարդուն չես վստահում, ասում ես, թե եթե ինքը կասկածում է, ուրեմն ես իրականում չեմ կարողանում, չի կարողանում։ Դպրոցական խնդիրների ժամանակ, չէ՞ որ մեր մամաները, պապաները դու կարող ես այս խնդիրը լուծես, դու մի քիչ տանջվում ես, բայց լուծում ես, բայց երբ որ անդա ծնողդ գալիս է խանգար քեզ ասում է, չէ, էսա պատասխանը, չէ, էսա պատասխանը, դու երբեք չես սովորում այդ մասնագիտությունը կամ այդ առարկան, մի սպասում ես, թե ինքը երբ կգա քեզ ինչ-որ մի բան կասի, այդտեղ անգամ մենք վնասում ենք թիմին, որտեղ մենք չենք թողում, որ թիմը շնչի, թիմը ազատ մտածի։ Ու այստեղ մենք կարող սպանենք լիքը մոտիվացիա, կարող սպանենք լիքը հետաքրքիր գաղափարներ, adekvat լուծումներ, ում ֆիզիկապես մարդիկ դուրս գան ուղղակի այդ վայրից, այդ միջավայրից թողնեն ու գնան։ Դրա համար որ վերջերս հարցումները նայում էի, վատ ղեկավարից դուրս գալու, հա, պատճառը, որ վատ ղեկավարներ են ունեցել կամ կոնֆլիկտ է եղել ղեկավարի հետ, 60-ից 70%-ն է կազմում արդեն։ Մարդիկ աշխատավարձի համար լքում են կազմակերպությունը, մոտավորապես երրորդ տեղն էր գալիս, երրորդ կախված ինչ հարցման ենք նայում, բայց առաջի տեղը ղեկավարի հետ ունեցած հարաբերությունների, կոնֆլիկտների, վատ ղեկավար, հա, այդ պահով, բայց որ նայես մարդը նշի, որ վատ մարդ է, ուղղակի այդ լիքը այդպես փուճուր հարցերում մարդուն կարող խեղդի ու ուղղակի դուրս գա։ Նույնիսկ շատ կարևոր է ղեկավարների կրթական առումով, ղեկավարները իրենք պետք է միշտ սովորեն, փորձեն չբավարարվեն այն գիտելիքով, որ ունեն, փորձել հասկանալ իրանց սխալները, կողքից աշ մեկ նայեն արդյոք իրեն դուր կգար, որ իր վերադասը անդադ այս process-ի մեջ իրան պահել։ Եթե դուր չեր գա, պետք է անպայման փոխի դա, որտեղ ոնց որ քեզ դուր չի գալիս, այնց է քո դիմացին դուր չի գալիս էլ այդ առումով։ Ռոզա ջան, իսկ ինչ եք կարծում, մարդը կարող է սովորել լավ առաջնորդ լինել, թե դա բնածին հատկություն է։ Իրականում սա ամենատարածված հարցերից մեկն է, այն առումով, որ մարդիկ հիմա ես կարող եմ ղեկավար լինել, եթե փոքրուց դա իմ մեջ չի եղել կամ ես զգում եմ, որ չի եղել, երկուսն էլ։ Առաջնորդությունը ինքը հմտություն է իրականում, որ յուրաքանչյուր մարդ կարա զարգացնի, բայց եթե դա փոքրուց քո մեջ եղել է, զարգացրել են քո ծնողները կամ միջավայրը օգնել է, որ զարգանաս, դա ավելի հեշտ է լինում։ Մի հատ այսպիսի հումորային ասացվածքի նման բան կա, որ ասում է, կարող ես նապաստակներին սովորեցնել ծառը բարձրանալ, բայց հեշտ է սկյուռիկների հետ աշխատելը։ Իրականում այո, շատ հեշտ է, երբ որ մարդը ունի բնատուր այդ խարիզման, առաջնորդումը, ինքնամոտիվացիան, ինքնակազմակերպումը, հա, կոմունիկացիայի սկիլերը, բայց քանի որ առաջնորդումը այս ամբողջ հմտությունների փունջ կարելի է այսպես ասել, ինքը իհարկե կարող մաս անելով զարգացնել։ Մի քիչ երկար կտևի, բայց այնպես չի, որ անհնարին է։ Այդ առումով դրա համար, եթե մարդիկ ցանկանում են լինել ղեկավար, ցանկանում են լինել առաջնորդ, իրենք պետք է արդեն ուշադրություն դարձնեն իրենց ոչ միայն մասնագիտական գիտելիքներին, այլ փափուկ հմտություններին, լսելու ունակությունը, պատվիրակելու ունակությունը, ինչը որ Հայաստանում մի քիչ խնդիր է, մարդիկ շատ դժվար են կտրվում իրենց այդ պատվիրակման process-ը շատ դժվար է տալիս ու շատ դժվար են, այսպես ասած, փոխում հանրարարություններից այդ միկրո մենեջմենթի պահը գումարած։
Դրա համար իրանք պետք է փորձեն կամանց այդ process-ը անեն, բայց անհնարին չի, եթե կա ցանկություն, կա ներքին ուժ, գիտակցություն, որ սա քո համար շատ կարևոր է, միանշանակ դա զարգացնելու, այսպես ասած, process է, որը յուրաքանչյուր մարդ կարող է։ Պարզապես պետք է ցանկություն, պետք է հասկանալ դրա կարևորությունը քո կյանքում եւ պատրաստ լինել անընդհատ սովորելու, որովհետեւ առաջնորդությունը ինքը անընդհատ սովորելու մասին է։ Մարդիկ փոխվում են, մարդկանց դու պետքա սիրես, ոչ թե ատես, իրենք քո ճշնամին չեն, պետքա սիրես, պետքա ընդունես, պետքա կարողանաս օգտագործես այդ ռեսուրսը իրենց մեջ որ կա եւ այդպես զարգացնելով հասնես այն կետին, որ դու ցանկանում ես այդ պահին։ Իսկ ինչ սխալներ են մարդիկ հաճախ անում, երբ դառնում են ղեկավարից ձեզ։ Սկսնակ ղեկավարների մասին է երևի խոսքը ավելի շատ, դե նշեցի մի քանիսը արդեն, երևի կառանձնացնեմ էմոցիոնալ ֆոնը արդեն, որ կա, հիմնականում շատ ցայտնոտի մեջ են իրանք հանկարծ մի հատ խնդիր է լինում, այդ պատասխանատվությունը որ վերցնում են, այդ սխալ անելու վախը իրանց մեջ արդեն կա, ու իրանք սկսում են այդ էմոցիոնալ ֆոնով մի փոքր ագրեսիվ շփվել թիմի հետ, կամ եթե հիմնականում սկսնակ ղեկավար կանանց մասով էլի կարող են իրանք հուզվել թիմի առջև, ինչին պրակտիկայում եղել է, բայց այդ առումով չասենք սխալ, դա ուղղակի էլի ճանապարհ է սովորելու, որ պետքա իրանք հասկանան, որ հուզվել էմոցիոնալ ֆոնը այլ ձևով կարելի է արտահայտել եւ փորձել կառավարել իրենց էմոցիոնալ ինտելեկտի շնորհիվ կարողանան կառավարել իրենց էմոցիաները։ Հաջորդ սխալը երևի, այսպես ասեմ, կամ շատ ընկերական, եթե նույն թիմից ես հանած լինում ղեկավար նշանակում, կամ շատ ընկերական են դառնում, չես տարբերում տեղ ղեկավար աշխատող այդ հարաբերությունները, կամ ընդհակառակը դառնում է մի հատ այլ բան, ինքը արդեն ղեկավարի կոստյումով մտնում է ներս ու այդ շատ կտրուկ միանգամից շատ կտրուկ այդ սահմանը դնում, որ ես ղեկավար եմ, դուք աշխատող Այստեղ արդեն թիմը ստրեսում է, ոնց մենք մի քանի ամիս առաջ շատ լավ գործընկերներ էինք իրար հետ, բայց այսօր ինչ որ մի հարցի հետ կապված դու ոնց որ մտել ես այդ դերի մեջ ու տենց էլ արտահայտություն անում ես, մտել է դերի մեջ, ինքը գիտի որ ինքն է ղեկավարի եւ այլն։ Այս առումով էլ պետք է օգնել ղեկավարին, թե HR-ի տեսակետից, թե հենց այդ ղեկավարները, որ թիմին նախ պատրաստել, նախ այդ մարդուն պատրաստել, ոնց պետք է այդ սահմանները ինքը ինչ ֆորմատով պետք է գծի, որտեղ պետք է գծի եւ այլն։ Հաջորդը որ դե ինքը մնում է հին աշխատողի մտածելակերպով, չի տալիս իր գործերից ոչ մեկ ոչ մի բանի, պետքա արդեն փոխանցի, որտեղ դու ղեկավար ես, դու process-ը համակարգելու համար ես առաջինը նաեւ ոչ թե մենակ այդ առաջադրանքները անելու, այսինքն process-ները տաս։ Հաջորդ խնդիրը, որը այդպիսի feedback-ի հետ է կապված, որ կամ շատ կտրուկ են տալիս, կամ չեն տալիս, կամ կուլ են տալիս այդ սխալները։ Ոչ, պետք է feedback տալ, մաքսիմալ գրագետ, չվնասելով դիմացինին, խոսել կոնկրետ արդյունքների մասին, կամ էլ շատ կտրուկ են տալիս այդ feedback-ը, նենց որ մարդը կարա վիրավորվի, աշխատանքից անգամ դուրս գա։ Սկսնակ ղեկավարների առումով պետք է feedback-ի այդ նյուանսերը անպայման հաշվի առնել, խոսել արդյունքների մասին, խոսել կոնկրետ process-ի մասին, խոսել հնարավորությունների մասին, չտենալ մենակ բացասական, այլ տենալ գովաբանել նաև այն դրականը, ինչը որ այդ մարդը արել է, ու անպայման խոսքի մեջ այնպես անել, որ մարդը հասկանա, որ սա աշխատանքին է վերաբերում, ոչ թե իր անձին, որովհետև երբ որ մարդը սկսեց իր անձին վերաբերել, այդտեղ արդեն շատ լուրջ խնդիր ենք ունենում, բայց երբ որ մենք խոսում ենք աշխատանքի մասին, որ դու օրինակի համար անախորդ ամիս արել ես այսքան վաճառք, ինքը շատ լավ է եւ այլն, կամ այդ ամսվա մեջ դու ունեցել ես այսքան վաճառք, բայց կարա իր պոտենցիալը ունենայր նաեւ եւս մի քանի պրոյեկտներ, որին որ պետքա ուշադրություն դարձնես, կամ ինչա պետք է, որ դու ավելի արդյունավետ աշխատես, այսինքն feedback տալու այդ գրագիտությունը պետքա երևի շատ արագ սովորել, որտեղ ինքը տես բարդ բան չի, ուղղակի տեխնիկական բաներ կա, որից պետքա դու ուշադրություն դարձնես որին եւ կարողանաս տաս դիմացինին եւ հաջորդ սխալը դա որ շատ կտրուկ են այդ դիմացինին տալիս feedback-ը, որից հետո կարող է մարդը ուղղակի թողի եւ գնա։ Դա է հիմնականում այլ սխալ որ կարելի է անել, ամենակարևոր սխալներից մեկ, ամենագետը արդեն։ Եթե ես հասել եմ այստեղ, ուրեմն всё, ամեն ինչ գիտեմ, ինձ պետք չի, ես ասում եմ գավաթ ստացել, բայց ցանկացած տեղ, որ դուք աճում եք, միշտ հիշեք, դե հիմա մենք երկրորդ հարկում ենք գտնվում, մեր աճը այս առաստաղն է, բարձրացանք վերև, դա երրորդ հարկի
ներքևի հատակն է արդեն դառնում։ Այսինքն դա չի նշանակում այդ կարիերայի աճը, սովորելու պահը, դա միշտ անդադ sense մի ցիկլ է, դու երբեք տեղ չես հասնի ամբողջ կյանքում, որովհետեւ դու մարդ ես, դու օրգան ես, դու պետք է կրթվես, զարգանաս մինչև քո կյանքի վերջ։ Ու դա երբեք չի ավարտվում, բայց որ դու արդեն բաժնի ղեկավար ես ու քեզ տվել են դա ու դու ասում ես, «Սյո, ես ամենագետ եմ, ինձ էլ պետք չի ոչ մի բան», այդտեղ արդեն ամենամեծ սխալը դու անում ես։ Որտեվ երբ որ դու դառար բաժնի ղեկավար, քո կրթությունը հենց այդ բայցը սկսում է։ Դու ավելի շատ պետք է սովորես, դու ավելի շատ պետք է կենտրոնանաս, դու ավելի շատ հմտություններդ պետք է զարգացնես ու ցանկալի կլինի, որ ղեկավարը արդեն իսկ գծի իր ուսուցման զարգացման պլանը։ Կարա միայնակ, կարա HR մասնագետի օգնությամբ, այստեղ շատ են գալիս օգնության HR մասնագետները, որտեվ իրենք արդեն գիտեն ովքեր են դառնալու ղեկավար մարդիկ, իրենց օգնեն, աջակցեն, պատրաստեն, նոր տան եւ իր հետ նորից շարունակեն այդ process-ը, որովհետեւ մենք սովորում ենք, գալիս հասնում ենք մի կետի, բայց դա այդքանով չի սահմանափակվում։ Պետք է նորից սովորել, որ անցնենք հաջորդ կետին, ավելի արդյունավետ լինենք, որ դառնանք ավելի լավ ղեկավար, արդյունք բերող ղեկավար, ոչ թե ուղղակի տիտղոսով եւ ինչ-որ աթոռով նստող մարդ։ Այն էլ այս դարաշրջանում, երբ ամեն ինչ արագ փոփոխվում է, արագ փոփոխող աշխարհում շատ է փոփոխում այդ ուսուցման զարգացման մասով ներողություն, մի հատ էսպիսի բան կա, ես անգամ ուսանողներիս եմ ասում, որ դուք եթե մտածում եք, որ բուհ ավարտելուց հետո ձեր կրթական process-ը ավարտվում է, ցավում եմ ձեր համար, որովհետև բուհ ավարտելուց հետո է իրական կրթական process-ը ձեր սկսում, որտեղ բուհը ձեզ ինչ որ արդեն ստանդարտ, ծրագրված, պլանավորված կրթություն է ապահովում, որը որ դու հիմա մտածում ես պետք չի, որ ժամանակ առաջ կսովորես, կմոռանաս, այդ ինչ որ կամ կենտրոնանում սովորում ես։ Բայց երբ որ դու արդեն մասնագետ ես դառնում, դու արդեն թիրախավորված կրթական ծրագրեր ես ընտրում։ Ինչա քեզ պետք որպես մասնագետ, գնում ես դա ուսումնասիրում ես, սովորում ես ու քանի որ մեր մասնագիտությունը այն էլ այս դարում անդադ փոփոխվում է, այդ այսօրվա ինֆորմացիան վաղը արդեն կարող է ինքը հնացած լինի ու չաշխատող լինի։ Ուրեմն դու ամեն օր պետք է ունենաս այդ 1 ժամը կամ 30 րոպե, որ պետք է կարդաս քո մասնագիտական նյութերը, մասնագիտական նորությունները, ինչ է տեղի անում, ինչ փոփոխություններ ա եղել, որպեսզի կարողանաս քո բիզնեսը առաջ տանես, որտեղ դու բիզնեսի մարդ ես հանդիսանում, ոչ թե աշխատող։ Սա HR տեսակետից նաև ղեկավար տեսակետից դու միայն աշխատող չես, դու բիզնեսն առաջ տանող մարդկանցից ես, եթե քեզ բլոկ են ղեկավարել, ուրեմն դու այդ մի համակարգը, ժամացույցի այդ մի մեխանիզմը քո պատասխանատվության տակ է։ Եթե ժամացույցից մի մեխանիզմ փչանում է, ընդհանուր ժամացույցը կարող կանգնի։ Դրա համար եթե այդ մեխանիզմի պատասխանատուն դու ես, դու ամեն օր պետք է կարդաս ոնց կարաս զարգացնես քո մեխանիզմը, որ հանկարծակի քո պատճառով բիզնեսը չկանգնի։ Եթե դա արեցիր ու էլի ժամանակ ունեցար, որ կարաս ընդհանուր ժամացույցի մասին մտածես, շատ ավելի լավ, բայց առաջնահերթը քո process-ները լավացրա, որ կարողանաս հենց չասեմ անսխալ, չէ, համակարգ արդյունավետ աշխատող լինի։ Մենք սխալների մասին չենք խոսում, մենք արդյունքի մասին ենք խոսում, որովհետև կարող ես երկու հատ սխալ անել, բայց վերջում շատ լավ արդյունավետություն ունենաս։ Կենտրոնանալ ավելի շատ արդյունքի վրա, ու դա է հիմնականում էլի, որ սխալները անում են։ Ռոզա ջան, իսկ քոուչինգը ինչպես է օգնում մարդկանց դառնալ ավելի լավ մասնագետ իրենց աշխատանքում կամ դառնալ ավելի լավ ղեկավար։ Տեսեք, քոուչինգի առումով ես ոնց քոուչինգ ուսումնասիրեցի, քանի որ ինքը կրթական եւ ուսուցման եւ զարգացման process-ների տարեր համարվում եւ գործիք էր համարվում, ինքը հենց դրա համար էր նաեւ։ Ինչքանով է օգնում ղեկավարներին, եթե մենք քոուչինգային process-ներով ենք սկսում մեր թիմը կառավարել, շատ մեծ արդյունքներ կարանք ունենանք, ինչու, որտեղ քոուչինգի ընդհանուր իմաստը այն է, որ օգնես մարդուն ինքը ինքնուրույն գտնի իր խնդրի լուծումը։ Այսինքն պատրաստի պատասխաններ քոուչը երբեք չի տալիս մարդուն, եթե ինչ-որ խնդիր է ունենում։ Ուղղակի կարա տա հարցեր, գործիքակազմ եւ մարդը գտնի իր այդ գիծ, այսինքն ինքը ցած լույս է սփռվում այն մութ թունելում, որ մարդը կարողանա գտնի իր ճանապարհը ելքի։ Նույնն է սա, երբ որ ղեկավարը սկսում է քոուչինգային մոդելներով առաջնորդվել եւ քոուչինգային հարցերի միջոցով օգնել իր թիմին, տեսեք ինչ process է լինում։ Պատկերացրեք մի քիչ էլի ընտանեկան օրինակ բերեմ, երբ որ երեխան 3-4 դասարանում մաթեմատիկայի խնդիր է լուծում ու ծնողը տեսնում է, որ ինքը բարդություն է ունենում, օրինակ 5-ին գումարած 5-ի դեպքում։ Չի գալիս, չի ասում միանգամից 10։ Թողում է, որ երեխան մտածի,
կամ ինչ որ օրինակներով, փայտիկներով, մայտիկներով ասում է ինչ ստացել, ասում է դա շատ լավ։ Մի քանի օրից հետո երեխան այդ հարցով էլ չի դիմում մամային կամ պապային։ Ինքը արդեն գիտի, որ կարա այդ ֆորմատով իրականացնել։ Նույնն էլ աշխատանքի մեջ է, երբ որ մենք գալիս ենք մեր ղեկավարին, ասում ենք, գիտես, այս խնդիրը չի լինում, ղեկավարը միանգամից պատասխան չի տալիս, ասում է, այ ինչ ես կարծում, ինչ լուծումներ, ինչ ուղղություններ, որտեղ է թաքնված խնդիրը եւ այլն, մարդը գնում է մտածում է ու ստեղ ուղակի պատասխան ստացող մարդուց, պատրաստի պատասխան կարիք ունեցող մարդուց, մենք մարդուն փոխում ենք մտածող մարդու, ով որ կարողանում է տեսնի իր խնդիրը, նախ ձևակերպի իր խնդիրը, ինչը որ շատ դժվար է, ձևակերպի ինչ խնդիր ունի ինքը այսօր, ձևակերպի ինչ ռեսուրսներ ունի այսօր, ու ինչ ճանապարհներով է տեսնում իր խնդրի լուծումը։ Եվ հաջորդը, որ սա անգիտակցական օգնում է մարդուն ոչ թե մենակ ամեն հարցում դիմի իր ղեկավարին, այլ ինքնուրույն մտածի։ Իսկ երբ որ մարդը սկսում է ինքնուրույն մտածել ու խնդրի լուծումը գտնում, ինքը իր մեջ այդ զարգացումը ունենում է, ինքը իրեն լավ ազգում, ասում է, վայ, տես ամեն հարցով չեմ գնում ղեկավարից դիմում, ես այդ կարողանում եմ անել։ Հետո քոուչինգի առումով նաև օգնում է ղեկավարին խնդիրները ճիշտ հստակեցնի ու հասկանա թե ինչ արդյունք է ինքը ուզում ունենա, հա, վերջնական արդյունքը շատ ավելի պարզ է հստակեցնում, պարզ է ցույց տալիս թիմին եւ ինքը իմանալով արդեն մարդկանց ինքը խնդիրը տալիս է այն մարդուն, որ կարա լուծի, հաշվի առնելով այդ մարդու ունակությունները, ոչ թե ուղակի sense տալիս է բոլորին, այլ կոնկրետ արդեն թիրախավորված ինքը կարող է այդ լուծումները տալ։ Հաջորդը, որ քոուչինգը կարող է օգնել այն առումով, որ մտածելակերպը փոխում շատ, դու հասկանում ես, որ ցանկացած խնդիր իր լուծումը ունի։ Ուղղակի պետք է գտնել այդ ռեսուրսները։ Ինչը նաև թիմի հետ է կապված։ Դու հանգիստ ես լինում, թիմն էլ է հանգիստ լինում։ Եվ եթե արդեն ինչ-որ քննարկումներ է լինում, դու կարողանում ես հարցերի միջոցով թիմից այդ կարծիքները հավաքել։ Երբ որ հարց ես տալիս մարդուն, մարդը իրեն լավ ասում, ասում է, վայ, իմ կարծիքը, իմ ձայնը ինչ-որ լսելի է։ Ու ինքը սկսում է խոսել։ Գուցե խոսալու այդ նյութի մեջ 10%-ներ օգտակար, բայց դու անգամ այդ 10%-ի համար մարդուն կարողացար օգնել, որ ինքը իր աչքին էլ լավ զգա։ Եվ վերցնելով այդ ինֆորմացիաները դու որպես ղեկավար կարողանում ես այդ process-ը անել։ Եվ էմոցիոնալ առումով կարողանում ես զգաս քո թիմի էմոցիաները, հասկանաս թե այս պահի դրությամբ ինչ են իրանք զգում, այդ ապրումակցելը, ակտիվ լսելը բավականին օգնում է քոուչինգի հմտությունները եւ քոուչինգային process-ներում, որ դու հասկանաս այս պահի դրությամբ մարդը ինչ է զգում, լարված է, հուզված է ավելի շատ, տագնապային վիճակում է, ու որպես ղեկավար դա օգտագործես, օգնես իրան, փորձես հանգստացնել, շատ օգնում է։ Ամենակարևորը օգնում է այդ ընդհանուր առմամբ ճիշտ համակարգ ձևավորելու նաև եւ դառնում ես դու ղեկավար, ով որ իր թիմին օգնում է զարգանալ։ Պարզապես հարցեր տալով եւ իրավիճակների մեջ դնելով։ Իսկ դա ոչ մի ֆինանսական ծախս չի ներկայացնում իրանից, ոչ թե ժամանակային ինչ-որ ծախս է ներկայացնում։ Օրվա կտրվածքով դու ունենաս քո հանձնարարություններով այնպես անես, որ քո թիմը կարողանա ինքնուրույն զարգանա, դա ասում է յուրաքանչյուր աշխատողի համար շատ կարևոր կետ է ղեկավարի կողմից, որ պետքա ստանա։ Այո, համաձայն եմ։ Ես հաճախ այդ մասը միշտ նմանեցնում երթևեկության հետ։ Եթե օրինակ ես պետքա գնամ A կետից B կետ ու ես օգտվում եմ նավիգատրից, ես կարող եմ ընդհանրապես էլ չմտածեմ ճանապարհի մասին, ոնց պետքա գնամ, ոնց պետքա գտնեմ եւ այլն, նավիգատրին նայելով գնամ, բայց երբ իմ հույսը իմ վրա է, որ ես պետքա գտնեմ ճանապարհը, ես պետքա հիշեմ, այդ ժամանակ արդեն բոլորովին այլ է, ոնց որ անընդհատ ուղեղդ աշխատում է, անընդհատ փորձում ես հիշել, գտնել լուծումը։ Դրա համար միշտ ճիշտ է, որ ղեկավարը թույլ տա աշխատակիցը ինքը մտածի, ինքը խնդիրը գտնի լուծի եւ այլն։ Այդ շատ կարեւոր է, ինչը որ ունենք ղեկավարման ինչ-որ մտածելակերպ, որ չէ, ինքս իրանք սխալ
կմտածեն, իրանք սխալ պատասխան, ընդունում եմ, որ կան սխալներ, որոնք որ պետք չի անել, բայց օրվա կտրվածքով չեմ կարծում, որ մարդու 100%-անոց աշխատանքը 100%-ն էլ շատ մահացու այսպես ասած սխալներ են։ Թույլ տվեք ձեր թիմի աշխատողները մի փոքր սխալներ անեն, որտեղ այդ սխալների միջոցով իրանք կարողանում են սովորել, իրանք կարողանում են այդ փորձառությունը ձեռք բերել, որտեղ սխալը ինքը փորձ է։ Իսկ մենք ենք ասում դա սխալ է եւ sense ճակատագրական մի հատ կարմիր գիծ քաշում, բայց իրականում դա ճանապարհը փորձառություն է, որ պետք է մարդը կարողանա անի, որովհետեւ եթե դա չես թող մարդը միշտ իր մեջ ասում է, բայց եթե ես sense անեի, կհասնեի, թողեք տենց անի, թող ոդկը մի հատ մի քիչ քարին կպնի, հասկանա, որ այդ ճանապարհը չի աշխատում, բայց դա էլ եմ ասում, այնպիսի սխալների մասին լինի, որը որ շատ չվնասի ոչ թիմի, ոչ կազմակերպությանը։ Փոքրիկ քայլերով դուք կարող եք ձեր աշխատողներին պարզապես զարգացնել ինչ-որ առանձին հատուկ առանց հատուկ տես տրեյնինգների, էլի, ընդհանրապես սխալների միջոցով։ Ռոզա ջան, իսկ ձեր փորձից մարդիկ ավելի հաճախ ինչ խնդիրներով են ձեզ դիմում։ Որպես life coach, թե բան։ Հիմնականում վերջի տարածված հայցերը, որ եղել են, դրանք չգիտեմ ինչ եմ ուզում, ինչ որ մի բան իմ կյանքում պակաս է, ուզում եմ մի բան փոփոխվի, բայց չգիտեմ ինչ եմ ուզում փոփոխվի, ինձ այս պահի դրությամբ իմ կյանքը դուրս չի գալիս, մոտիվացիա չկա, նմանատիպ ինչ որ հայցեր են, իրականում սա խոսում է նրա մասին, որ մարդը արդեն գիտակցում է, որ իրան այդ կոմֆորտ զոնա է, այդ շրջադարձը կյանքի մեջ պետք է իրականացնի, բայց շատ հաճախ մարդիկ այս կետում քիչ երկար են մնում։ Իրականում եւ պետք է մնան, եւ այդքան շատ երկար պետք չի մնալ։ Եթե դու որտեւ այդ շրջադարձի համար մեծ համարձակություն է պետք շատ հաճախ անել։ Այդ ուժը, այդ էներգիան պետքա քո մեջից ունենաս։ Դրա համար պետքա պահի տակ թողել մարդը մի քիչ մնա այդ կետում, հասկանա թե իրականում ինչ է ինքը ուզում, որ կարողանաս իրան օգնես, որ այդ շրջադարձերը իրանք ինքը կարողանա անի։ Ամենա ասենց տարածված հայցերը, որ կան, դա որ չգիտեմ հաջորդի որտեղ գնամ, ինչ level լինի, ինչ որ մի բան եմ ուզում, բայց չգիտեմ, աշխատանքս փոխեմ, թե չփոխեմ, ասենց ինչ որ հարցեր են, որոնք ապագայի հետ է կապված, իրականում յուրաքանչյուր մարդ գիտի իրան ինչա պետք, ինչա ինքը իրականում ինչա ուզում, ուղղակի ստեղ կամ ինքնախոստովանանքն է բացակայում, կամ համարձակությունը, որ խոստովանես, որ այո դա ուզում ես, ու դու քեզ կարծում ես, որ դու արժանի ես դրան։ Դրա համար պետք է օգնել մարդուն տեսնի իրականությունը, ինչ է ինքը իրոք ուզում է դա, թե պարզապես կողքից ինչ-որ խոսակցությունների կամ հոսքի տակ ընկած բանը։ Դրա համար մարդուն պետք է օգնել այդ ճանապարհին, օգնել տեսնել այդ հնարավորությունները, օգնել հասկանալ, թե ինքը ինչ է ուզում, որովհետև ել եմ ասում, ոնց ասեմ, ամենաբարդ հարցը մարդը որ կարողանա բացատրել ինքը ինչ է ուզում, իր կյանքում ինչ է ինքը ուզում։ Ինքը ուզում է երջանկություն, բայց չի կարողանում բնութագրել այդ երջանկությունը, ոնց է ինքը ուզում է ընտանիք, բայց ինքը չի կարողանում բնութագրի ինչ է։ Ուզում է շատ լավ աշխատանք, շատ լավ կարիերա, ասում է դե լավ աշխատանք, լավ կարիերա, լավ ֆինանսներ, որոնք են քո լավ աշխատանքը, որն է քո լավ կարիերան, որն է քո լավ աշխատավարձը։ Իսկն այս առումով, երբ որ մենք բերում ենք ավելի հստակեցման դաշտ, ինքը արդեն հստակ գիտի իր լավ աշխատավարձը X դրամն է, իր լավ կարիերայի աճը ունենալ SSS բաները, իր լավ ընտանիք ունենալ SSS հարաբերությունները, SSS ընտանեկան նորմերը եւ այլն։ Դա պետք է օգնես մարդուն, որ ինքը ավելի հստակեցնի, որտեվ այս sense աղավաղված ինքը մնալու է միշտ ինքը sense անորոշության մեջ, հա ուզում եմ ամեն ինչ կանեմ, բայց չգիտեմ ինչ անեմ, կամ որտեվ դու չգիտես թե ուր ես այդում։ Մի հատ մուլտիկից օրինակ բերեմ, Ալիսայի հեքիաթների հրաշքների աշխարհում, որ կատուն հարց է տալիս, ասում է, ոնց դուրս գամ այս իրավիճակից, ոնց գնամ, ասում եմ, կախված է թե դու ուր ես ուզում գնաս։ Դրա համար այդ շատ կարևոր է, երբ որ մարդուն հարցնես, թե դու ուր ես ուզում գնաս, որ ուղղությամբ ես դու ուզում գնաս, որտեվ եթե դու չգիտես քո վերջնակետը որն է, նավիգատորին պետք է գոնե գրես, չէ՞, էդի որ այս կետն եմ ուզում գնալ, ինքը կանա քեզ ճանապարհը տա։ Ամենակարևոր հարցը պատասխանել, թե ուր եմ ուզում գնամ եւ ինչ եմ իրականում ես ուզում։ Այդ երկու հարցը, որը աշխարհում ամենատարածված հարցերն են եւ շատ դժվար հարցեր են, որտեղ մարդը պետք է անկեղծ լինի իր հետ։ Շատ անկեղծ լինի, ասես նստի իր հետ, ծուրճ խմի ու խոսասա։ Ասի սենց եմ ուզում, բայց պետք է լավ խոսալ իր հետ։
թողնում։ Ու ցավալի խնդիր է, որ շատ մեծ մասը կազմում մարդկանց, ովքեր չգիտեն ինչ են ուզում ու մինչև իրենց կյանքի վերջել իրենք չեն էլ հասկանում ինչ են ուզում, որն է իրենց առաքելությունը։ Այդ խնդիրը կարծում եմ գալիս է նաև այն իրավիճակից, որ իրավիճակում մենք հիմա ապրում ենք, սոցիալական հարթակները, մարդկանց հաջողությունները, որ շատ է պրոպագանդվում, երջանիկ ընտանիքի նորմերը, երջանիկ աշխատողի նորմերը, որոնք որ շատ են ցույց տալիս, որ ճիշտը սա է, այսպես է, մարդը մտածում է, որ դա է իրականում, բայց երբ որ գնում ենք այդ միջավայր, հասկանում եմ, դա չէ, կան գործատուներ, որ շատ սիրուն ձևով ներկայացնում են իրենց կորպորատիվ մշակույթը եւ մարդը մտածելով, որ այո, այնտեղ բոլորի երջանիկ է, այո, այնտեղ կարան բոլորի երջանիկ լինեն, բայց դա քաղաքի տեղը չլինի, զուտ կորպորատիվ առումով դու չհամապատասխանես տարբեր մշակույթի տեր մարդիկ լինեք դուք։ Դրա համար մարդը գնում է ու հիասթափվում է, ու ինքը չի ուզում մտածի։ Ինքը թերթում է սոցհարթակներում, տեսնում է, որ հաջողությունը սա է, ուրեմն վայ ես եմ ուզում սա ունենամ։ Բայց կարա հաջողությունը ընդամենը տանը քո փոքրիկ աշխատանքով դու ավելի երջանիկ լինես, քան օրինակի համար մեծ օֆիսում նստած ինչ-որ պաշտոնի ու դու դժբախտ լինես ու անդադ ասես դե լավ ո՞ն էր իմ կյանքի միսիան։ Մի հատ այսպեսի օրինակ կա էլի պատմություն կա միսիայի հետ կապված, թագավորը մեծ բանա տաճար ուզում սարքի ու հավաքում է իր երկրի բոլոր քարտաշներին, հա, որ տաճարը սարքեն։ Օրերից մի օր որոշում է գնա տեսնի ինչ վիճակում է, ինչ փուլ է, մեծ տաճար է ինք ուզում սարքի։ Մոտենում է քարտաշի, ասում է ինչ ես անում, ասում է քար եմ տաշում։ Ասում է ինչի համար ես քար տաշում, ասում է դե զինվորները եկան, պարապեի, ասեցի գամ, ջահել երիտասարդ եմ, ուժերս փորձեմ, ասում է լավ, գնում է հաջորդի մոտ էլի քար է տաշում, ասում է ինչ ես անում, ասում է քար եմ տաշում։ Ասում եմ, բա ինչի համար ես քար տաշում, ասում է դե քանի որ թագավորն էր պատվիրել, լավ գումար էին առաջարկել, ես ընտանիք եմ պահում, եկել եմ։ Մոտենում եմ մի քիչ ավելի մեծ, հա, մասնագետի վարպետին, ասում է ինչ ես անում, ասում է քար եմ տաշում, ասում է ինչի համար, ասում է տաճար եմ սարքում։ Ասում է այսինքն ասում է տաճար եմ սարքում, որտեղ մարդիկ կարան գան աղոթեն ու հանդիպեն Աստծուն։ Ես քար չեմ տաշում հիմա, ես տաճար եմ սարքում։ Այս գաղափարը յուրաքանչյուր մասնագիտության մեջ պետք է լինի, թե ինչի համար ես դու աշխատում։ Եթե դու աշխատում ես ուղղակի որ բոլորն են աշխատում կամ որտեղ շատ լավ են աշխատում, շատ լավ վարձատրությունը, որոշ ժամանակ հետո այդ էներգիան, այդ էմոցիաները վերանալու։ Բայց եթե դու գիտես, որ դու աշխատում ես ինչ-որ տաճար սարքելու համար, ինչ-որ արդյունք ցուցաբերելու համար, այդ կազմակերպությունը չի ուրիշ կազմակերպություն, դու էլի այդ գործը կանես, ու սիրով կանես, որտեղ դու գիտես քո տված գործի աշխատանքի պտուղները ինչա լինելու։ Ու կյանքում քեզ ոչ ոք չի հետ պահի, ասի վայ դու վատն ես, արժանի չես եւ այլն, որտեվ գիտի իր տված արդյունքը ինչ որ մեկին ինչքան օգուտ է տալու։ Եթե մենք այս գաղափարախոսությամբ ենք մտածում, հավատացած եղեք, դուք այդ ձեր կյանքի միսիան այստեղ կգտնեք, թե ձեր աշխատանքը ինչքան ինչ արդյունք կտա, ինչ տաճար եք դուք ուզում սարքեք։ Դրա համար կամ քոչինգում, եթե մենք մի քիչ ավելի sense խորքային ենք նայում, միշտ փորձում ենք նաև օգնել մարդուն գտնել այդ իր կյանքի միսիան։ Ինչի համար ենք ստեղծվել, որտեղ չկա աշխարհում մարդ, ով որ չի եկել ինչ-որ միսիայով, չկա աշխարհում մարդ, որ չունի այդ օգգան։ Պարզապես պետք է բացահայտել, պարզապես պետք է մարդը ինքը ազնիվ լինի իր հետ, հասկանա թե ինքը ինչի համար է ստեղծվել։ Գուցե ինչ-որ մեկին օգնելու, գուցե ինչ-որ մի պրոդուկտ ստեղծելու, գուցե ինչ-որ մեկի համար ճանապարհ հարթելու, այսինքն այդ դերակատարումը շատ կարևոր է զգաս ու ֆիքսես ու չնայես կողքերքին։ Գուցե կողքի մարդիկ ավելի շատ են հիմա եկամուտ ստանում, քան դու, բայց եթե դու քո մասնագիտությունը շատ ես սիրում, եթե դու քո մասնագիտության մեջ շատ լավ մասնագետ ես, դու միշտ լավ կվարձատրվես։ Անկամ մակրուհու պահով կարող եմ ասեմ, կան մակրուհիներ, որ այսօր բավականին շատ լավ գումար են աշխատում իրենց աշխատանքով։ Ճիշտ է, ֆիզիկապես ծանր է աշխատանքը, տանջալից է եւ այլն, բայց եթե մարդ կա, որ իրականում իրենց հետաքրքրում այդ մակրության process-ները եւ այլն ինքը ավելի լավ է անում, քան մնացածը, բարձր որ իրեն ավելի լավ են վարձատրելու ու ինքը անգին կարա լինի ինչ-որ մի շրջապատում։ Դա համար կարծում եմ ավելի շատ այս տաճար գտնելու գաղափարը պետք է ունենանք մեր մեջ։ Այո։ Ու դա գալիս է ինձ թվում է մանկությունից։ Մարդը եթե հետ նայի դեպի իր մանկություն ինքը
ինչա ցանկացել այն ժամանակ, ինչա երազել, կարող է շատ արագ գտնի իր հարցի պատասխանը ինքը հիմա ինչ է ուզում դառնալ, որովհետև հաճախ մարդիկ մոռանում են իրենք ինչ երազանքներ են ունեցել մանկության ժամանակ։ Շատ ճիշտ ես, որովհետև որ ասացիր, ես նոր գնացի, ես փոքր ժամանակ ուզում էի լինեի ուսուցչուհի, հետո ուզում էի լինեի քննիչ, հոգեբան, դառեջար մասնագետ ու քոչ, որ համակարգված ամեն ինչի իրար մեջ ներառած։ Իրականում այն ժամանակվա մեր, հայո, փոքր ժամանակ մենք շատ ազատ ենք եղել ու կողքի մարդկանց կարծիքները մենք չենք լսել, մեզ ինչն է դուր եկել այդ process-ներում ու եթե այո, կարակ գնաք մանկություն հասկանաք, թե ինչ հետաքրքիր երեխա եք եղել այն ժամանակ։ Նա անգամ հոգեբանության մեջ տես տեխնիկա կա, մտովի գնալ մանկություն, հասկանալ թե ինչպիսի երեխա ես դու եղել, լուսանկարները նայել, հարցնել փոքր ժամանակվա կարծիքներ քո ծնողներից, բարեկամներից, ինչն էր քեզ ավելի շատ հետաքրքրում ու տեղ կարող ես գտնել։ Բայց դա էլ է օգնում, նաև այն է օգնում, որ քանի որ աշխարհը ինքը անդադ զարգանում է ու նոր մասնագիտություններ, նոր process-ներ, նոր խնդիրներ, գուցե այս անգամ քո ցանկությունը այլ լինի, բայց ամեն տարիքում, ամեն մի փուլում քո ցանկությունները միշտ փոփոխվելու են։ Դու անդադ պետք է ուղղակի ձեռքդ այդ զարկերակի վրա դրած լինես ու անդադ քեզ լսես, քո ներսի եսի հետ անդադ կապի մեջ լինես, արդյոք սա քեզ դուր է գալիս, թե դուր չի գալիս։ Ու ըստ դրա նաև առաջնորդվես, էլի, քո ներքին առաջնորդը պետք է դու ունենաս։ Ռոզա ջան, իսկ ըստ ձեզ կարիերայի աճն ու ազգային աճը ինչքանով են իրար հետ կապված, ինչ կապվածություն ունեն։ Ուղիղ, որովհետև քո ներսում եթե տրանսֆորմացիա չկա, քո արտաքին միջավայրում չի լինի։ Դա կարող է մարդիկ մտածեն անգիտակցական են անում իրանց կարիերային աճը, բայց չէ, ամբողջությամբ կարելի է դա ներքից։ Եթե քո ներսը պատրաստ չի լինում, դուրսը երբեք չի տալիս այդ հնարավորությունը մարդիկ քո ներսի հայլին են։ Եթե դու միշտ լավ միջավայրում ես, քո հանդեպ մարդիկ լավ են վերաբերվում, չունես տենց ինչ-որ շատ բացասական, չես գտնում բացասական միջավայրում, այսինքն քո հետ ներսի հարաբերությունները շատ լավ են։ Այսինքն դու քո հանդեպ հոգ ես ստանում։ Դրա համար աշխարհն էլ քո հանդեպ է հոգ տանում։ Եթե դու քո հանդեպ հոգ չես ստանում, աշխարհը քո հանդեպ հոգ չի տալիս ու կարիերայի աճը այդպեսին, դա չի լինում։ Կլինի շատ կարճաժամկետ։ Դու նորից նույն խնդրից կարես դուրս գաս գնաս X կազմակերպությունում ու ելի բախվես նույն խնդրին, ստեղից գնաս այնտեղ, ելի նույն կարա հաստիկները ստեղ փոխվի։ Դու ցույց տաս, որ կարիերային աճ ես ունեցել, բայց իրական կարիերայի աճով եւ մնացածով բեմն դու ներսից պետք է գաս։ Որովհետև եթե դու ներսում ունես սահմանափակումներ, կոմպլեքսներ, վախեր, չես հասկանում թե դու ինչ ես ուզում ունենաս, այդ կարիերայի աճը շատ ժամանակավոր է լինելու։ Եթե դու ունես սահմանափակումներ, դու քեզ թույլ չես տալիս ավելի լայն, ավելի մասշտաբային մտածես, ավելի լայն ցանկություններ ունենաս այս կյանքում, դու չես ձգտի կարիերայի աճի, անգամ աշխատավարձի բարձրացման համար դու չես խոսա։ Բայց եթե դու ու անցնում ես այդ process-ը, դու սկսում ես պահանջել արդեն մարդկանցից, որ ես ուզում եմ։ Դրա համար երբ որ օրինակ անձնային աճի տրեյնինգները որ անցնում եք, եկեք տեսնես մարդիկ աշխատանքը փոխեցին, ավելի լավ միջավայրում գտնվեցին։ Կամ իրանց մոտ լիքը process-ներ եղավ, որ այլ հնարավորություններ իրանց առջև բացվեց, որտեվ երբ որ դու պատրաստում ես, քո էներգիան արդեն բաց է լինում, լավ ու դրական process-ներ ընդունելու, ընկալելու։ Եվ ոնց որ դա հայտնվում է քո կյանքում։ Եթե դու փակ ես, դու ասում ես, չէ, թույլ չեմ տալիս ինձ, վախենում եմ, ձախողում եմ, անգամ հասարակ հնարավորության դեպքում դու խոչընդոտ ես տեսնելու տեղ, կամ նոր աշխատանքի տեղափոխվելու համար դու տեսնելու ես կրկնակի աշխատավարձով, սա իրական օրինակ եմ բերում, կրկնակի աշխատավարձով քեզ ենք ունեցել, որ պարզապես ընդամենը 20 րոպե էր երկարում իր ճանապարհը տանից, 20 րոպե պետք է շուտ արթնանար, բայց կրկնակի աշխատավարձ ունենար, չդիմեց, որովհետև ինքը ներսից իրան արգելել էր դա, սահմանափակել էր, ընդամենը 20 րոպե է, ինքը դա խոչընդոտ համարեց։ Բայց այն, որ ինքը կրկնակի աշխատավարձ է ստանալու, դա խոչընդոտ չհամարեց։ Ինքը ուզում էր դուրս գալ աշխատանքից ու այդտեղ որ ասես մի պահ հետո հասկացա, որ չէ, ինքը ներքին վախեր ունի, սահմանափակումներ ունի, թող մնա այդ կարգավիճակում, մինչև ինքը հասկանա, որ չէ, պետքա ուղղակի զուտ դուրս գալ։ Ոչինչ դուրս գալ 20 րոպե։ Իսկ այն մարդը, որ ներքին արդեն իր մոտ այդ սահմանափակումները թողած է լինում,
ինքը 20 րոպե ինձ չի նայ կյանքում, ինքը կնայի ավելի լավ հնարավորություն է, ես գնում եմ իմ ռեսուրսները այնտեղ ավելի լավ կիրառեմ։ Դրա համար այստեղ շատ ուղիղ կապ է գալիս, եթե դու անձով աճում ես, դու կարես լքես մի միջավայր, որը քեզ էլ չի ծառայում, չասեմ վատ, լավ, այլ ուղղակի քո գործունեությանը, քո տեսակին էլ չի ծառայում։ Դրա համար շնորհակալություն ես հայտնում այդ միջավայրին ու դուրս ես գալիս։ Գուցե դուրս գաս, մի որոշ ժամանակ պաուզա ու քո կյանքում ուրիշ ավելի հետաքրքիր բան լինի։ Դրա համար անձնային աճը կարևոր է, եթե ուզում եք շատ լավ կարիերային աճ ունենալ։ Ուղիղ ոնց որ նա ներսի process-ի մասին է խոսում, սա արտաքին process-ի մասին, դա արդյունքն է, ներսում ինչա կատարվում, էլի։ Այո։ Իմ կարծիքով դա միշտ անհրաժեշտ, որովհետև մարդիկ եթե մնում են մի իրավիճակում, արդեն սկսվում է սահմանափակ մտածելակերպ, սկսվում է լճացում եւ այլն, ինչը բերում է շատ վատ հետևանքների։ Այդ լճացման process-ը մարդիկ հաճախ չեն նկատում։ Շատ լավ է, երբ որ մարդիկ հասկանում են, որ իրենց արդեն պետք է փոփոխություն անել։ Այդի արդեն ինչ-որ մի հատ ամենամեծ քայլերից մեկը անցել ենք, բայց երբ որ մարդը լճի, գիտակցիոն ինքը լճացման process-ի մեջ է գտնվում, հատկապես եթե ինքը ղեկավար կազմում է գտնվում, իր մոտ շատ դժվար է այդ process-ը անցնում։ Չասեմ անհնարին, բայց բարդ է տրվելու իրան, որովհետև կոմֆորտ զոնան, այդ փափուկ տեղը, այլ ավելորդ խնդիրների մասին չմտածել, ինքնահոսի գնալը ինքը մի օր իր բացասական հետևանք ունենալու է կյանքում, որտեվ ասում եմ միշտ չի լինելու այդ process-ը, մի հատ խոչընդոտ, մի հատ ստրեսային իրավիճակ ու դու փլվելու ես, որտեվ ժամանակին չես ամրացրել քեզ։ Այդ կարևոր է։ Ռոզա ջան, իսկ կարող եք բերել մեկ օրինակ, երբ մարդը փոխել է իր մտածելակերպը ու դա ոնց որ ազդեցություն է ունեցել իր կարիերայի աճի վրա։ Իրականում առաջի օրինակը հենց ես կարող եմ ինձ համար բերել իմ մասնագիտական ուղիով, երբ որ այդ սահմանափակումները, վախերը, նոր միջավայրի պահը, հա ես կոմֆորտ աշխատանքներ ունեցել եմ ու իմ ամենամեծ մարտահրավերներից մեկն է թողնել այդ կոմֆորտ զոնան ու գնալ ինչ-որ չափով ռիսկի եւ նոր միջավայր, նոր ոլորտ, նոր մարդիկ այդ առումով, բայց ես դրան պատրաստել եմ 2-3 ամիս անգիտակցորեն այդ ժամանակ դե չի հասկանում ինչա կատարվում, անգիտակցորեն իմ մեջից հանելով այդ վախերը, սահմանափակումները Առաջի օրինակը կարամ ես բերեմ, որ իմ պրակտիկայում հաջորդ իմ կարիերայի աճը միշտ եղել է նախորդիվ մի հատ լավ անձնային տրանսֆորմացիա, նոր ինչ-որ նոր բան, եւ իհարկե իմ շրջապատում, հենց իմ ընկերական շրջապատում, իմ գործընկերական շրջապատում նմանատիպ մարդիկ եղել են, որ պարզապես են, որ չեմ կարող հանենք ու ինչպես կարող եմ դարձնենք, ես չեմ կարող սա անել, այլ փոխենք այդ միտքը, ինչպես կարող եմ սա անելը, փոխում են ու մարդը կարիերային աճ ունենում։ Ուղղակի ինքը արդեն հասկանում է ոչ թե իրան բլոկը, ուղեղը բլոկում է, այլ ուղեղին հանրայնություն է տալիս, գնան մտածի ինչ կա, ինչպես կարող եմ անեմ, ինքը լուծումը տալիս է։ Կան, շատ են տարածված, դրա համար պետքա ուշադիր լինել դրան։ Չեմ կարողը բացառել։ Հա, որտեվ երբ որ մենք ասում ենք չեմ, չէ, ուղեղը ասում է օքեյ, ընդունում եմ, որ չեմ կարա, ինչ եք ինձանից ուզում։ Բայց երբ որ մենք ուղեղին ասում ենք ինչպես, ինքը ասում է ես հանրայնություն ստացել, ես պետքա գնամ մտածեմ։ Շատ པարզ է աշխատում մեր ուղեղը այդ առումով։ Դրա համար մեր ուղեղի հետ պետքա շատ ճիշտ շփվել, տալ հարցեր, ոնց կարող եմ, ինչպես կարող եմ, ոնց կարամ գտնեմ այդ ռեսուրսները, ինչն է ինձ խանգարում այս պահի դրությամբ ու ուղեղը սկսում է մտածել, բայց երբ որ ասում ես դու չես կարա այս process-ում, վերջ ինքը ընդհանրապես էլ ռեսուրս չի ծախսի դրա վրա, էլի։ Ինքը արդեն իր պատերը դրեց, բլոկները դրեց ու դու անգամ տեսնես այդ հնարավորությունը, չես նկատելու, որ կա այդ հնարավորությունը։ Դա։ Ռոզա ջան, շատ հաճախ մարդիկ երկար տարիներ աշխատում են ու առաջ չեն գնում, ոչ մի աճ չեն ունենում։ Ըստ ձեզ դա մտածելակերպի խնդիր է, թե ավելի շատ մասնագիտական։ Կարող եւ լինի, եւ ներքին ցանկության։ Մտածելակերպում այո, գուցե մարդուն պետք չէ աճը։ Բոլորը չպետք է դառնան, ինչ որ վաու ճանաչում հերոսներ։ Յուրաքանչյուր մարդ ունի իր ճանապարհը ու եթե մարդուն չի հետաքրքրում այլ ուղղություն, եթե ինքը ամբողջ կյանքում սովոր է թղթերի հետ աշխատել, այդ կազմակերպությունը դա իր ընտրությունն է, դա ավելի շատ մտածելակերպի, ընտրության, ցանկության իր մեջ ինքը ոնց է էլի զգում դա նույն օրինակ կենթանական աշխարհում էլ չէ արծիվները սիրում են թռնել, ձկները սիրում են լողալ եթե ինքը սիրում է լողալ պետքա լողալ եթե ինքը ուզում է թռնել պետքա թռնի իսկ այստեղ ավելի շատ մտածելակերպի ու տեսակի
հարցն է նաև։ Շատ քիչ մասնագիտություններ կան, որ այտենց աճ չկա։ Չեմ կարծում, որ այտենց մասնագիտություն անգամ կա, էլի, որովհետև յուրաքանչյուր ոլորտում դու կարաս զարգանաս։ Ինչ որ միքսելով, process-ներ անելով, այսինքն այստեղ մասնագիտությունը պատճառ բերել, կազմակերպությունը պատճառ բերել, որ չեմ զարգանում, ես այդքան էլ չեմ ընդունում, որովհետև եթե դու կազմակերպությունն ես պատճառ բերում, այդ խոսք ասում է, հո դու ծառ չես, տեղափոխվի։ Իսկ եթե քեզ չի ծառայում քո բարօրությանը, քո կարիերայի աճին, քո process-ներին այդ կազմակերպությունը, դուրս արի, գնա այլ տեղ կընդունվի, որտեղ որ կնպաստի դա քեզ։ Բայց եթե դու չես զարգանում, դա քո ընտրությունն է արդեն։ Եթե քո համար կոմֆորտ է այդ տարածքը, ուրեմն դա քո ընտրությունն է, մի մեղադրի ուրիշներին, էլի։ Այդ առումով երևի ավելի շատ տենց։ Իսկ ո՞րն է ամենատարածված սխալը, որոնք մարդիկ անում են իրենց կարիերայում։ Չսովորելը։ Մարդիկ կան, որ իրականում մտածում են, որ վերջ էտա ու всё սահմանափակում են։ Իրենք գիտեն, իրանք ինչ գիտեն, իրանք հերիքա էտի։ Ամենատարածված սխալը, որ մարդիկ դադարում են սովորել, դադարում են զարգանալ։ Ու երբ որ կողքից էլ անգամ մեկին տերում է զարգացում, մի հատ ինքնակնատատակա, այ քեզ պետք է հենա, ինչ ամեն անգամ սովորում ես։ Չէ, անդադ պետք է սովորել։ Երևի ամենաշատը, որ sense մասնագիտական առումով նայենք, որ նեղ մասնագիտական չնայենք, էլ ընդհանուր նայենք, ավելի շատ է չսովորելու հրաժարվել այդ սովորելուց, որտեղ երբ որ սովորում ես, դու արդեն տեսնում ես քո ուղիները, տեսնում ես քո ճանապարհները, հնարավորությունը, մնացած process-ները գալիս է, բայց մենակ սովորելը չէ, էլի կարդալը չի, պետք է կիրառել։ Դե չէ, այդ էլ եմ ասում, ինֆորմացիայի սպառող ես դու ուղղակի դառնում, ինֆորմացիան վերցրեցիր, պահեցիր ու չես կիրառում։ Պետք է կիրառես, հասկանաս, թե գրքի 20 կետից որ մեկն է քո համար աշխատում։ Գուցե միքսես ուրիշ բան ստանաս։ Էտա, երևի, ավելի շատ դա առաջին էլի միտքս եկավ։ Իսկ կա մի բան, որ մարդիկ անում են ինքնազարգացման անվան տակ, բայց դա իրականում չի նպաստում իրենց ինքնազարգացմանը կամ աճին։ Երևի ամենատարածվածն է ասեմ, որ տեսնում ես LinkedIn-ով բանով շատ sense տրեյնինգների են գնացել, շատ գրքեր են կարդացել եւ այլն, բայց չկա, նյութը չկա իրանց մեջ։ Այսինքն այդ ինֆորմացիան չեն կարողանում կիրառեն։ Այո, դա շատ կարևոր է, այդ գիրքը կարդալը կարող է ինչ-որ մի հատ նախադասություն փոխի քո կյանքը, յուրաքանչյուր գիրք ինչ-որ մի բան տալու է քեզ, մեկի մի քիչ շատ, մեկի մի քիչ քիչ, մեկին ամբողջությամբ, բայց ինքնազարգացումը կամ այդ հա փորձել վիդեոներ նայել, ինչ-որ մոտիվացիոն սփիչեր լսել եւ այլն, որ այդ դա ինքնազարգացումը ու այդ ուղղակի մնում է այդ ժամի մեջ, դու չես բերում դա կիրառում, դու ուղղակի զուտ ժամանակ սպառեցիր եւ ուղղակի ինֆորմացիան վերցրեցիր ու պահեցիր։ Հիմնականում ավելի շատ դա է, էլի խնդիրը, որ ինքնազարգացումը մենք մտածում ենք մենակ պետքա գնանք լսենք, գիրքը կարդանք, բայց ինքնազարգացումը դա ոնց որ լսել, կիրառել, սխալվել, ոնց որ ասում անալիտիկա անել, որն էր քեզ պետք, հետո այդ քո պետքականը նորից դնել, կիրառել, այսինքն ինքս ամբողջությամբ մի հատ ցիկլ է, որը պետքա անդադ անես։ Ու հետ չկանգնես այդ դրանից, էլի։ Այո, համաձայն եմ, պետքա ամեն սովորածը ոնց որ փորձես կիրառես այն միջավայրում, որում որ դու կաս, որովհետև ամեն ինչ չի, որ եթե սովորել ես, ուրեմն դա տվյալ միջավայրում աշխատելու է։ Հա, օրինակի համար տարածված են տրեյնինգներից, որ ժամանակի կառավարում բան, չէ՞, տրեյները ինքը կարա տա 5-6 գործիքակազմ կամ 3 գործիքակազմ, մենք լսում ենք ինչ-որ էլի տրեյնինգներ, կարդում ենք գրքեր, ժամանակի կառավարումը, ամեն մի գիրք մի ուղղվածությամբ է տանում թեման, հա, որտեվ այդ ժամանակ այդ հեղինակի մոտ աշխատել է, ինքը դա է կիսում, այն մարդու մոտ աշխատել, նա է կիսում։ Հիմա վերցնել ասել սա միանշանակից կօգնի կամ միանշակից չօգնի, չէ, դու պետքա բերես միքս անես ու գտնես քոնը, երբ որ դու քոնը գտնես, այլ ոչ մի բան պետք չի, թազա հեծանի պետք չի քո համար հորինես, դու քոնը գտի ու քո ոճով աշխատի, գրքերը քեզ օգնելու են, եթե դու ուզում ես որ իրանք օգնեն քեզ, մարդիկ քեզ կարան օգնեն, եթե դու ուզում ես իրանք որ քեզ օգնեն, էլի։ Հաճախ հենց սխալը տեղ է գալիս, որ մարդիկ եթե կարդում են ինչ-որ բան, ինչ-որ հատված գրքից, իրենց թվում է ոնց այդտեղ գրված է, իրենք հենց այդպես պետք է անեն, տարածի։ Այդ անգամ առաջնորդության գրքերի մեջ կամ մոտիվացիոն գրքերի մեջ մարդիկ հաջողության են հասել այս գիրքը կարդալով, հա, մարդիկ կարան հաջողության հասնեն, դա չենք մերժում, բայց քո կյանքը ուրիշ է, դու ուրիշ ես, դու ուրիշ տեսակ ես, դու յուրաքանչյուր մարդուց երկրորդը
չկա աշխարհում, այսինքն դու յուրահատուկ ես։ Եթե դու գիտակցես, որ դու յուրահատուկ տեսակ ես աշխարհում, յուրահատուկ էլ կմոդելնաս քո անձի հանդեպ, ու կսկսես յուրահատուկ մոդելներ կիրառել, օգտվելով այդ գրքերի գաղափարներից, փորձել կիրառել։ Օրինակ բաներ կար, որ ես քանի որ կարդացել էի ժամանակի շատ մոտիվացիոն գրքեր, բաներ կան, որ մոռացել ես թե այնտեղից որտեղից ինչ ես կարդաց, ու կյանքի մեջ պրակտիկորեն անում ես, մենք հարցեցին, բայց որտեղից ես իմացել, իմացած պոզա էր, ասում եմ, չեմ հիշում անկեղծ ասած, հետո մի որոշ ժամանակ այլ բանով գրքերից ասես թերթում եմ, ասում եմ, վայ, հենց այս գրքից եմ կարդացել։ Ենթագիտակցորեն դա։ Հա, ենթագիտակցորեն դա վրա նստել էր, բայց ես չէի հիշում, որ կոնկրետ այս գրքից եմ կարդացել։ Անկամ եթե մենք լսենք տարբեր առաջնորդների մոտիվացիոն այդ խոսքերը, ելույթները, կտեսնենք, որ յուրաքանչյուրը ինքը իր ձևով է հասել հաջողության։ Ոչ ոք չկա ինչ-որ պատրաստի բանալի, բոլորին տվել, ասել սա է հաջողության կամ ինչ-որ process-ները արդյունավետ կառավարելու։ Ամեն մարդ ինքը իր ձևով է գցել։ Հիմա մեկը մոտ շատ սիրելով իր թիմին, մյուսը կարող է շատ ինչ-որ սահմանագծեր դնելով, մյուսը ճիշտ KPI-ներ սահմանելով, այսինքն յուրաքանչյուր ընկերություն, յուրաքանչյուր ղեկավար, յուրաքանչյուր մարդ ինքը իր ձեռագիրն է սկսում գրել, գծել, ու դու էլ պետքա քոնը ունենաս, էլի, տարբեր է, դու կարող ես լսել, քաղել ու փորձել կիրառել։ Դե Ռոզա ջան, իսկ եթե մարդը զգում է, որ ինքը կանգ է առել արդեն իր կարիերայում եւ այլն, ինչ 2-3 քայլ ոնց որ խորտ կտակ իրան, ինչ անի։ Նախ ֆիքսի թե ինքը իրականում այս պահի դրությամբ որտեղ է, ու շատ լավ է, որ ինքը արդեն զգում է դա, որ իրան փոփոխություն է պետք։ Ֆիքսի որտեղ է եւ ամենակարևոր հարցը, որ չառաջ ասացի, ինքը ուրա ուզում գնա, որտեղ այդ ուրա ուզում գնանն է իրան տանելու արդեն մնացած կետերին։ Եթե ֆիքսում է ինքը որտեղ է, ուրա ուզում գնա, դու հասկանա ինչպես պետքա գնա։ Երևի ավելի շատ այս հարցերը, որ ամենաառաջին իրան պետք է նայ։ Եթե ինքը չի հասկանում, թե ուրա ինքը ուզում գնա, պարմանականորեն զգում է, բայց չի կարող։ Պետք է ուշադրություն դարձնի ինչն է իրան էներգիա տալիս, ինչից է ինքը հաճույք ստանում, որս աչքերը փակի պատկերացրի իր ցանկալի օրը, ինչպիսի միջավայրում է ինքը ուզում լինի, տանն է ուզում աշխատի, դրսում է ուզում աշխատի, ղեկավար հաստիքում աշխատի, այսինքն sense մեթոդներ կան, որ ինքը կարա կիրառի ու ավելի արագ գտնի իր ցանկանին։ Կարծում եմ, որ փորձի գտնել ամենաառաջինը այն ինչը, որ իրան հաճելի կլինի այդ պահին, դա։ Ռոզա ջան, հիմա մեր բլից հարցերին անցում կատարենք։ Ըստ ձեզ առաջնորդ ծնվում են թե դառնում են։ Երկուսն էլ։ Մեկ բառով ով է լավ ղեկավար է։ Լավ արդյունք տվողը։ Մեկ բան, որը ամենաշատն է խանգարում մարդկանց աճել։ Ամենագետ լինելը։ Մեկ սովորություն, որը փոխում է կարիերան։ Սովորել։ Այդ շատ կարևոր է։ Եվ ամենակարևոր հարցը, մեկ խորհուրդ, որ կտայիք ձեր 20 տարեկան եսին։ Շատ դժվար հարց է այդ։ Երևի ավելի շատ մի սպասի, որ ամեն ինչ պատրաստ կլինի, ուղղակի գործիր ու էլ ավելի շատ սովորի։ Երևի այդ։ Շնորհակալ եմ Ռոզա ջան, այսքանով ավարտվեց մեր հաղորդումը։ Շնորհակալ ենք եւս մեկ անգամ մեզ հյուրընկալվելու համար։ Ձեզ էլ եմ շատ շնորհակալ, շատ հետաքրքիր եւ բովանդակալի զրույցի համար։ Ստեսություն։ Ստեսություն։